Հաճույքով Լեոնարդ նոր հա Հաճույքով Լեոնարդ Էլի Էսել քեզ Պարոն Փաշինյան Մի վարկյան նկար Միլենա նայ մամային շուշու Ես եմ շնորհակալ Էստեղ տեղ չկա գնանք կանգնենք ժողովուրդը չթրջվեն Կա նավեսով տեղ կա Պարոն Փաշինյան ես ճիշտն ասած նպաստի համար եմ եկել դիմացես Ունեմ խնդիրով բարիք ամուսինս էլ խնդիրով իմ մոր տան գույքը հարկի պատճառով իմ երեխու նպաստը կտրել են հաստատական չէ միանպեսնեք Բայց հիմա սենց ոտքի վրա չենք կարող Ախբորս է կտակ Նախարարը ստեղ այսա կասենք կմոտենը 10 մինուտ նամակ է առաջ չափազանցում եմ Դաժե ժամը լրատվականն են իմ խնդիրով Բայց խնդիրը գիտեք որ նայ չափանիշներ կան Լեոնարդ թխված երեխեք ասենք իմ երեխեն մեղավոր է որ ես իմ մորտան ասենք սեփական Ձեր ազգանունը ի՞նչ է Հարությունյան Տիկին հա Եթե ազատած չենք թրջվի գնանք ընդեղ Պարոն Փաշինյան Ես դեմ չեմ Ես դեմ չեմ Ես դեմ չեմ Բայց չափանիշ կա Բարև եղբայր Բարև Մի րոպե մի հատ քարտեզ տվեք Բարև ձեզ մի վարկը Ես քեզ մի հատ թխվածք տվեք Պետք չի գալ Հայ Շատ ենք սիրում պարոն Փաշինյան Ես էլ ձեզ Եկեք ժողովուրդ ջան այս Անդրևին նենց անենք չթրջվեք դուք էլի Որտեղ կա նավեսով տեղ Բարև ձեզ Քարտեզ 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 Սենց լավ ժողովուրդ ջան Սենց նենց չեմ հասցնում Քարտեզ քարտեզ Նկարվել Քարտեզ և նկարվել Ժողովուրդ բայց սենց կթրջվեք Երեխեք կթրջվեք սենց ոնց անենք տեղ կա Դուք անձրևեք խաղաղություն եք վերել Ծառերի տակ էլ կթրջվեն Որտեղ կա որ չեք թրջվի Այս երեխեքը կթրջվեն սենց չի լինի Թխվածք Երեխեք վերցրեք Էլի թխված մի քանի հատ տուր Երեխեք Չէ հարմատ չի Ամայքա պետանը Բարև եղբայր Հա իհարկե Բարև ձեզ Երեխեք դուք գիմանաք որտեղ տեղ կա որ գնանք չթրջվենք Կանգարը պուճուր կլինի Լավ գնանք նկարվենք Քայլելով նկարվենք Լևոն ես են մյուս խմբի մեջ Բարև ձեզ Դուք ոնց եք Կարենք ձերեք Հա իհարկե երեխեք չէ Եկեք Մի րոպե քարտեզ տամ նկարվենք Հա եղբայր Լավ եղբայր ջան Լավ շնորհակալ եմ Ես որ տղան եմ Եմ որ ընդունեցի քո մոտ Շնորհակալ եմ Ուրախ եմ Իհարկե եղբայր Երեխեք թրջվում եք Սենց չեղավ Տեղ չկա որ կարանք չթրջվենք Երեխեքը չթրջվեն Որտեղ կարան գոնե երեխեքին տեղավորենք երեխեքը չթրջվեն Բարև ձեզ Լավ եղբայր Տեղ չկա տենց Բարև ձեզ Էլի քարտեզ Բարև ձեզ Բարև եղբայր Մեր նկարվել չէ դու Քարտեզը Տվել եմ ես 4 հատ նկարվենք Բայց իսկապես տեղ չկա որտեղ դե կտրվի անձրևը ուրեմն ավելի լավ է Երեխեքը կթրջվեն Մեծերով կդիմանանք, բայց երեխեքը կթրջվեն
Մռնջան, քեզ տվի չէ քարտեզ։ Նկարվեցի էլ։ Ահա։ Չկա տեղ, որ երեխեքը չթրջվեն, բարև ձեզ։ Հա? Դե գնա, հաջա։ Եկեք, եղբայր, եկեք։ Բայց դուք հենց նկարվում եք, գնացեք տուն արդեն, որ չթրջվեք։ Թխված։ Եղավ, նկարվում ենք ու գնում եք մի անգամից տուն, որ չթրջվենք։ Չնկարվեցինք, բա եկեք, էլի։ Կում չտվեցի, թխված կում չտվեցի։ Դե արագ, երեխեք նկարվում ենք, գնում եք տուն։ Հա, քարտեզ։ Բարև։ Ես քեզ մի հատ էլ տուր։ Ահա։ Երեխեք արագ նկարվում ենք, գնացեք տուն, ոչ։ Ահա։ Ով է հաջորդ նկարվողը։ Ով է հաջորդ նկար, քեզ տվել եմ քարտեզ, բաձեն հանի, բա թխված տվել եմ, բաձեն հանի։ Լեոնարդ։ Մի րոպե։ Հաստա գիտես, բանը շորը։ Ես էլ քեզ, հա, իհարկե եղբայր։ Ես էլ քարտեզն էլ, մի րոպե։ Ահա։ Քարտեզը քեզ էլ։ Ով է նկարվում։ Ով քարտեզ ունի նա է նկարվում։ Ով որ չունի, սպասում է քարտեզը տալիս ենք, նոր է նկարվում։ Դե հենց արա երևա։ Ահա։ Դե գնա տուն չմրսես։ Երեքում քարտեզ, հա։ Հա, եղբայր։ Էս Եթե կարելի է նկարել։ Նա եկեք նկարվենք էլի բան։ Մերսի շատ։ հա եղբայր ջան։ Հա, կտրվում է անձրևը, բայց ավելի ճիշտ քյուրացավ, էս է, նկարվել։ Լեոնարդ, պահի պատրաստ։ Հա, եղբայր ջան, հա։ Լավ, դու ոնց ես։ Ապրես, որ լավ ես։ Պետք է լավ լինես։ Ահա, էս։ Արուտիկ դու։ Ես քեզ քարտեզն էլ սենց անենք։ Ընկավ այդ բանը։ Ինչը։ Ահա, հիմա նկարվեցինք։ Հաջորդ ով է։ Քարտեզ։ Գնայեք, Քարտեզ։ դուք ջան։ Դևերց, հա։ Որից։ Ահա, իստանց տվել եմ։ Կարող եք նկարել։ Հա, եղբայր։ Հետո վա զանգը։ Պապա, Պապա, սպասի ասած նկարում ենք, ժամանակ չկա, հետո կխոսակ։ Պարոն վարչապետ։ Բարև։ Հեսա նկարվել գլի Լեոնարդը։ Տվել է քարտեզ ձեզ։ Հաստա գուրկեն ուղակի չի։ Փորձեմ կպցնեմ, լավ։ Չէ, հաստա եղբայր։ Հա, չէ, կպավ։ Լեոնարդ ջան նկարի։ Լավ եղեք ստես։ Լավ է։ Բարև։ Հա, իհարկե եղբայր։ Օպա։ Շնորհակալություն։ Մի րոպե։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Քարտեզ, Լեոնարդ։ Եղբայր վերցրու ես։ Հաջան։ Ես ձեզ քարտեզ տվեցի, վերցրեք դե։ Մահեր ջան, նկարի, Մահեր, ուր ես։ Նայեք։ Լավ է։ Ուժեղ կմնաք հետ, մենք ձեզ հետ։ Շնորհակալ եմ շատ։ Նկարում ենք եղբայր, նկարվենք։ Մի րոպե քարտեզ տամ։ Նկարի։ Քարտեզ տամ նկար։ Բարև եղբայր։ Լեոնարդ։
Մի րոպե։ Էս ինչ մեդալ ունես։ Երաժշտությունից քարտեզել։ Մի վարքյան։ Ուր։ Ահա, հիմա նկարվեցինք։ Ով է հաջորդը, ով է նկարվում։ Արի եղբոր։ Էս։ Մերսի։ Էս էլ քեզ։ Մերսի։ Հաջորդը, ով է։ Ով է հաջորդը։ Ով է հաջորդը։ Ով է նկարում, պարզա ով է նկարվում, իսկ թե ով է նկարում դեռ պարզ չի։ Ահա։ Հաջորդը։ Ես ձեզ։ Հաջորդը։ Ես ձեզ։ Երրորդն էլ լավ ձեզ հետ։ Ով է նկարում։ Ահա, ով է նկարվում։ Ահա, քեզ տվել եմ։ Ահա։ Ով է նկարվում։ Էս երեխեք ջան, հիմա։ Էս էսա հիմա։ Ով է նկարում բայց, ով է նկարում։ Մի րոպե։ Իրան ճանաչում ես։ Ահա, այսինք։ Դե նկարեք։ Եղավ։ Ահա, հիմա ես քեզ եղբայր, պասպոս։ Արի ճուտո ջան, արի։ Ահա, այ ես քեզ, պին բռնի չկցես։ Ահա, քեզ տվել եմ սրանից ձեզ, հա, իսկ քեզ, ահա, ես էլ քեզ, նկարվեցինք, բարի եղբայր, ես քեզ, Մերսի շատ։ ես եմ շնոր, չնկարվեցինք այսքան ժամանակ, իրար հետ եք, չէ, էսա մի վարկյան եղբայր, ես եմ շնորհակալ ես քեզ, ես քեզ, ով է հաջորդը, ահա երեխեք ով է հաջորդը, բարի եղբայր, լավ շնորհակալ եմ, ձեզ, ես եմ շնորհակալ, հա, նկարվեք, եկեք, Ամերիկայից մեզ խնդրել են բարև ձեզ, քարտեզը ձեզ, միացեք քարտեզը ձեզ, Ոչ թե նկարում ենք, պարոն Փաշինյան, բարև, այնքան գոհ ենք ձեզանից, շնորհակալ եմ շատ, դա սլյոզ, դե կանգնեք նկարվեք, Հա, ես կշոխանցեմ դու նկարվել ես թե չէ, դե արի, Լեոնարդ, ես, Բայց դու չեք է պարոն Փաշինյանը Չէ Լեոնարդ, հա, ես Հա, ահա, շնորհակալություն Ես քեզ կուղարկեմ, բարև Ես հարցով եմ ձեզ։ Խնդրեմ, Ես ուրեմն իմ տունը երեք երեխան եմ անչափված ես Աստված Ես տունս գրավ չեմ դրել, вообще նսաղ եղվարտը գիտես։ Հա ջան, էսա մի բան Տունը հարկադիրը ծախել է։ Ինձ ոչ մի տեղյակ պահելով, ոչ գրավ եմ տունս դրել, ոչ բան, մայրիկս երաշխավոր երբեք կամ Ոչ մի բան, մայրիկս լավ, Բայց տունը նստած եկի ասել, հենա սաղ եղվարտը գիտի։ Իմ տունը ծախել է, ոչ գրավ են դրել, ոչ դուք եք օրենք եք, չէ հանե 19 թվի։ Հարկադիրը, եղվարտի հարկադիրը ծախել է իմ տունը։ Եղբայր, բայց ոնց կարա տենց բան։ Հենա Լավ, էսա ճիշտ է։ ազնվությամբ ես
Ձեզ շատ Տիկին Գալյան լսում եք, ինչ են ասում։ Ծախել եմ, ես տեղյակ չեմ եղել ոչ մի բանից, լիբանանցի առնողը, ինձ եկի ասում Խարդախության, ազատ եք։ բայց դահակն է վաճառ։ Դահակն է վաճառը, այո, Եղվարդի դահակը։ Ոչ մի բան ցավոք։ Անպայման կտամ, շնորհակալ եմ։ Լավ եղբայր, այդ ինչ պատմություն եք պատմում։ Եղբայր Եղբայր գնայինք, էլի, բայց շատ անհավանական բան եք ասում։ Շատ լավ եղբայր։ Բարև եղբայր, ոնց եք։ Մի հատ հարց։ Նվիրեմ քարտեզ ձեզ։ Անպայման։ Համեցեք։ Ուրեմն Եղվարդի ջրամբարը կառուցելուց Այո, որ 40 տարի անց 1000 հեկտար հող։ այո։ Մինչև առայժմ 40 տարի չի մշակվում, որ Եղվարդի հողը Հայաստանի կեսին հացով ապահովել է։ Չեմ հաշվում, այս կողմը դուզդոլակա կոչվում։ Այդ տարածքը ընդել 30-70 հեկտար։ Ինչ է պետք անել։ Դեռնորեն կամ Հիմա Եղվարդի ջրամբարի բան շուրջ մտածում ենք։ Եղվարդի ջրամբարի հետ այն ժամանակ մի հատ խնդիր ա եղել, ոնց որ նախագծվել է, որ պոմպակայանով ջրի մի մասը պետք է մղվեր, բայց դա հիմա չի լինի, որովհետև այդքան էլեկտրաէներգիա, բայց հիմա մենք մտածում ենք այնպես նախագիծ անենք, որ ինքնահոսով ջուրը գալցվի, բայց կարող է պետք լինի մասշտաբը փոխել, չէ՞, բանի, որովհետև այդքան ջուր չկա, այսինքն ծավալը փոքրացնենք ու այդ ջրամբարը կառուցենք, այս ուղղությամբ ենք։ Ջրի հարցն էլի ես մի փոքր կհուշեմ։ Ոռոգման Ինչ ջրի էլի ասենք լիճը ջրի բանը քասար դեպը գալիս գնում է Թուրքիա լսում։ Ապարանի ջրամբարի ջուրը գալիս է կանալով այդ մեր լճի վերևը որ պետք է պատրաստի վերևով է գնում։ Այդ բոլորը կարելի ասենք գարնան սեզոնին տնտեսել այդ ջուրը ջրամբարում։ Տնտեսել հետո գարունը օգտագործել։ Դե հիմա տեսեք, մենք սենց համեմատություն ենք անում, ասում ենք ոնց որ նախորդող 5 շրջանում ամենակարևոր հարցը խաղաղության հարցն է, այս առաջիկա 5 շրջանում ամենակարևոր հարցերից մեկը ջրի հարցն է, ընդհանրապես։ Ես ձեզ ասեմ, ուրեմն իմ համոզմունքն է եւ իմ փորձը այսքան շրջում եմ։ Հանրապետությունում մի այդպիսի բնակավայր եւ համայնք չկա, որ ջրի հետ կապված խնդիր չունենա։ Պատկերացնում եք, ասենք տենց բնակավայր չկա, որ մտնես ասեն ջրի հարց չբարձրացնեն։ Ու սա նշանակում է գլոբալ պրոբլեմ է եւ մենք առաջիկա 5 տարվա մեր 5 առաջնահերթություններից մեկը լինելու է ջուրը, խմելու ջուր կլինի, ոռոգման ջուր կլինի, ջրամբար կլինի, որովհետեւ հիմա փառք Աստծո մենք զարգացման մի կետի ենք հասել, որ առանց ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման երկիրը զարգացումը չի կարա շարունակի։ Այսինքն մի կետ ենք հասել, էլի յոլատանելով եկե հասել ենք այս կետի, բայց եթե հիմա մենք արագ ջրի էֆեկտիվ ջրի հարցերը չլուծենք, ասենք փառք Աստծո առողջության ապահովագրության խնդիրը լուծեցինք։ Փառք Աստծո խաղաղությունը հաստատված է, որը պետքա հետագա ինստիտուցիոնալացում անցնի։ Ջրի հետ կապված էլ նենց չի, որ հանրապետությունում է մարզում էլ ահագին խնդիրներ լուծվել է, բայց այդ լուծած խնդիրները հատվածական են լուծում, էֆեկտը չի զգացվում, մարդիկ չեն զգում էֆեկտը, դրա համար հիմա պետքա ջրային նախագծերին պետքա մասշտաբայնություն տան, այնպես որ լիարժեք համաձայն ենք, ինչ որ ասում եք լիարժեք համաձայն ենք։ Համեցեք։ Ժողովուրդը ասում աշխատանք չկա, բան չկա, չէ՞ ասում են։ Բայց տնամերձ հողերը, ասենք, ոնց որ ասած, թափած է տնամերով, հիմա ես ասենք թոշակառու մարդ եմ, ասենք աշխատանք չունեմ, ասենք, ինվալիդ եմ, ասենք։ Ես կարամ ասենք, եթե ոռոգման ջրի հարցը լուծի իմ տնամերձ հողի վրա, ասենք, ես կարամ իմ հողը մշակեմ, ասենք, չէ՞, որ ոռոգման ջուր եղավ, լույս եղավ կամ խմելի ջուր եղավ, ասենք այդ հարցը, որ ես այդ հողը, ասենք, անմիջապես ասենք ինչ-որ բերք ստանամ, ասենք պատրաստները կանեմ, ահագին եկամուտ կունենամ։ Ասենք Եղվարդի հասարակության կեսից շատը աշխատանք կունենա։ Ես ավելին ասեմ, այդ տնամերձ հողամասերը որ կա, մենք հիմա ինչ ենք անում, Իջևանում պիլոտային ծնագիր ենք անում, Խաշտարակ եւ Բերքաբեր գյուղում։ Մենք ասում ենք ամբողջական քաղաքներով, թաղամասերով, մենք մարդկանց օգնենք, որպեսզի գանք ժողովրդի հետ քննարկենք, ժողովրդը ինչ լուծում գտնի, բոլոր այգիներում տնկենք նույն ծառերից։ Ասենք օրինակ, չգիտեմ, ինչն է լավաճում ստեղ։ Խնձորը, տանձը։ Դե ստեղ խնձորը կա, նկատի ունեմ, որ որ ինչի համար, որ եթե մարդիկ ովքեր ուզում են այդ ապրանքից առնեն, իմանան, որ այսինչ գյուղում կամ այսինչ թաղում այդ ապրանքից կա, որովհետև մեկ ոչ մեկ չի ուզում, գա մի արկղ ստեղից առնի, մի արկղ 50 կիլոմետր այնտեղից առնի, մի արկղ ուզում են կենտրոնացան, ասենք այդ հարցը լուծեն, այդ խմելու ջրի կամ ոռոգման ջրի հարցը լուծեն, որ ժողովուրդը մշակի այդ հողը։ Հիմա դուք ասում եք կարող է մի
20 տարի էլ ասնի հարցը չլուծվի։ Չէ, 20 տարի չէ, բայց ինքը ժամանակ Ես տանել հույս է։ ունեմ, որ դուք ընտրվեք, ես հույս ունեմ ժամանակ, որ դուք այդ հարցը անմիջապես կլուծեք, որովհետև ժողովուրդը աշխատանք ունենա։ Պարոն Խուդացյան, Բոլորը ասում են աշխատանք։ Պարոն Խուդացյան, բայց այդ աշխատանք է։ Պարոն Խուդացյան, մենք ջրային ոլորտում շատ մեծ ներդրումներ ենք արել, շատ մեծ։ Ուղղակի խնդրեմ այնքան խորն է եւ անում ենք sense տարբեր տեղեր, մի հատ ստեղ, մի հատ ընդեղ։ Պարոն Փաշյան, տնամերդ թողերը կա հիմա տես գնում ես տնամերդ թողերը լացը գալիս է։ Եղբայր համաձայն։ Ընդունում եմ, ինչ որ ասեք չեմ ասելու, չէ։ Չեմ ասելու, ճիշտ։ Պարոն մարզպետ, մարզում ջրային ոլորտում մոտավորապես ինչ ներդրումներ են կարել այս ընթացքում։ Կոնկրետ ջրային ոլորտում հիմա թույլ չեմ կարող ասել, բայց Նայիրի համայնքում ամենամեծ ներդրումներն են կարել։ Բայց ջրի ռոռոկման ցանցի վերականգնման, նորը կառուցման վրա։ Եթե չեմ սխալվում, միլիարդից ավել է կոնկրետ Նայիրի համար։ Բայց ինքը ակնհայտ է։ Բոլոր գյուղերը Կարանք տանեմ դերը տարածքը ցույց տամ անմիջապես։ Չէ, եղբայր։ Կան տեղեր բաց ջուր չկա որ Ձերազգան, պարոն Հովհաննիսյան, խնդիրն են, որ խնդիրն այնքան մեծ է, որ մի միլիարդը չի երևում։ Հասկանում եք, այնքան խնդրեմ մեծ է, ոնց որ ասենք մի տոննա ջուր լցնես անապատ։ Հայաստանում անմիջապես որ ասենք այդ հարցը լուծվի, որ ասում են աշխատանք չկա, հենց անմիջապես է աշխատանքը։ Ժողովրդից կեսից շատ աշխատանք ունենա։ Ճիշտ եք ասում։ Դրա համար լավ։ Ես հիմա տնամերձ ունեմ, գնում եմ լացս գալիս։ Գումար չունեմ, ասենք 800 քառակուսիա լացս գալիս, որովհետև ոչ հնարավորություն եմ գումար ներդրում անեմ ռոռոկման ջուր քաշել։ Իսկ բանկա ինքը մենակ տուն կա կառուցած նաև թե չէ։ Չէ, Հակոն տնակ եմ դրես, մարդը տուն կարտա, բայց ոչ խմելի ջուր կա, ոչ բան։ Մշակենք, կապրենք։ Ճիշտ է, նկատի ունեմ, մենք այդ խնդիրը արդեն ֆիքսել ենք, բայց դա մենակ Եղվարդի համար չէ։ Հանրապետությունում տենց բնակավար չկա, դրա համար իմիջայլոց ասեմ, դրա համար նաև էֆեկտը չի երևում, որովհետև մենք մտածում ենք, ասում ենք, այնտեղ գնում ենք, մարդիկ խոսում են։ Հնարավորություն տվեք, մենք աշխատենք, դա մեզ պետք է։ Գնում ենք, ասում ենք, լավ, 1 միլիարդ Եղվարդում դնենք, 1 միլիարդ այնտեղ դնենք, 500 միլիոն այնտեղ դնենք, 500 միլիոն էֆեկտը, սիներգիա էֆեկտը չի զգացվում, որովհետև խնդրեմը մեծ է, դրա համար կարող է կամ եւ մասշտաբները պետք է մեծացնենք, կամ կարող է ճիշտ մոտեցումա մեկ կլաստերային մոտեցում, ասենք մի տարածք վերցնենք, լուծենք հարցը, դուրս գանք, նոր անցնենք, որ էֆեկտը գոնե ինչ որ այնտեղ էլի դժգոհ կմնան, բայց գոնե ցույց կտանք, ասենք, տեսեք, օրինակ, այս մի բնակավայրում ժողովուրդ 100%-ով հարցը լուծել ենք, սենց հերթով գալու ենք, երևի տենց 8-ից 9 միլիարդի մենակ սուբվենցիայով ջրամատակարարման ցանցը արդիականացնել ենք արել։ Մեր երկրորդ ամենաուժեղ բանն է ասֆալտից հետո, ամենամեծ ներդրումն է ասֆալտից հետո։ Այո, ամենամեծ ներդրումն ասֆալտից հետո։ Մանկապարտեզներն է ջրային է։ Բայց ճանապարհները երևում է, չէ, բայց ջուրը չի երևում։ Ջուրը, որովհետև ջրի խնդրեմը ավելի խորն է, ավելի մեծ է, էֆեկտը չի երևում։ Ձեզ նվիրեմ քարտոն։ Ասֆալտապատում մայքերը լավ սարքել են գոհ։ Հետո մի հատ սենց ուրիշ բան էլ կա, էլի, այն ժամանակ որ գալիս էինք, ես միշտ այդ օրինակն եմ հիշում։ Մարդիկ շատ բարձրացնում էին ճանապարհի հարցը։ Հիմա որ ճանապարհների հարց արդեն տենում են, որ գնացել է տարին, հիմա արդեն գալիս է ջրի հարցը, բայց ես հիմա օրինակ մեկ դրա մասին մտածում եմ, ասում եմ, լսեք, կարող է սխալ արինք, պետք է ավելի շուտ կենտրոնացնել ջրի, բայց դե մյուս կողմից այդ քանդած ճանապարհներով չէ ստացվի։ Ճանապարհը մեկը առաջնահերթություն է, հա, ենթադրենք այդ մարդը վերջը բնակավայրից բնակավայր պետք է ճանապարհ ունենա գնալու թե 760 կիլոմետր է, սուբվենցիան բանը իրար այդ պետական է 760 կիլոմետր։ 760 կիլոմետր, բայց ուրիշ խնդրեմ կա, սարքում ենք, բայց հələ սարքելու լիքը բան կա։ Այն օրը բուժական ենք գնացել, բուժականի ճիշտ է Արագյուղի ճանապարհը շատ փայլուն սարքած է, բայց բուժականի ճանապարհը նոր է տարի սարքում են։ Հա, ուրիշ խնդրեմ էլ կա, հիմա գալիս ենք ճանապարհը նայում ենք 2019 թվականի սարքած ճանապարհը, նախարարը ասում է դե 27 թվին, հա, 27 թվին արդեն միջին նորոգման ժամանակն է, էլի ասենք Ստեղ չէ, ուրիշ բան եմ ասում, ստեղ ուրիշ խնդրեմ էլ կա, մեր շինարարական կարողությունների խնդիրը կա, որովհետև Փաշյան մի հարց համեցեք։ Հիմա ասենք Եղվարդում գազի մատակարարում կա, ասենք գազը ինչ սպառում են, մուտումն անում են, ճիշտ է։ Կա, ասենք որ բան են անում, չէ՞, ինչ են ասում, հավելյալ տարին երկու անգամ մուտում ենք անում։ Այդ ինչ։
Բանի փող, Ինչի համար։ սպասարկում։ Հա, այդ բանը, այդ որ այդ սարքավորում Այդտեղ է սպասարկում, այսքան ժամանակ, ասենք 10 տարի անցել է, Չէ, իրանք բայց այդտեղ այլ ընտրանք նորմալ է, էլի հələ միջև մի մենաշնորհը։ Սպասարկում արի թե չեմ սխալվում, կազմակերպություն։ Այդ հոսանքի Դե այդտեղ խնդիր կա։ Ես եմ տունը սարքել եմ, հոսանք քաշել եմ, ուտել եմ 53000 դրամ։ Ինձանից մի 53000 դրամ եմ։ Պարոն Պետրոսյանի հետ այս վերջերս խոսելն ենք, ոնց որ թե գինը ուզում ենք։ Չէ, հիմա խոսելն ենք ոնց որ գինը իջցնելու են, հետը գինի։ Տեսեք, հա միացում են ինչքան 40%-ով իջցնում ենք գները, որովհետև համարում ենք, որ բան կա։ Շատ լավ, անպայման ձեր ասածները կհիշենք եւ Միշտ առա։ Հա, եղբայր, Անունս Արմենն է, շատ ուրախ եմ ես էլ ուրախ։ Քարտես։ Հա, մեծ հաճույքով, անպայման էլ հետ է, շնորհակալ եմ։ Միած էս հարց ունեմ ձեզ, ես ձեր կուսակցություն եկել եմ գրասենյակ, դոկումենտներ եմ հանձնել։ 20 տարի ես չեմ ապրել, այստեղ ձեզի բարձ ասեմ, ապրել Ռուսաստանի Դաշնությունում։ Որոշ հանգամանքներ երեսից դուրս եմ եկել Հայաստանից, ամեն ինչ կորցրել եմ, տուն, բիզնես, ամեն ինչ։ Հիմա ասեմ, պարոն վարչապետ ջան, Կոտայքի մարզում Եղվարդում ունեցել եմ 4 հեկտար տարածք, որ 0-ից սարքել ենք մենք, հող։ Ու եղել է 99 տարով անժամկետ անվճար օգտագործման համար։ Մեր ոչ ներկայության ժամանակ այդ հողը վեկալետվել են նախկին պաշտոնավորի ամբողջությամբ, մտնում գյուղապետարան ասում հաջողություն։ Դիմել եմ ձեր գրասենյակ։ Հələ մի հարց տանք։ Դուք այդ ընթացքում վարձավճարները վճարել եք։ Ամբողջությամբ վճարած ա եղել մինչև 2021 թիվը, 19 թիվը ներողություն եմ խնդրում։ 2019 թվից հետո որ իմացել Այդ որտեղ ա եղել այդ հողը։ Ստեղից Որ բնակավայրի տարածքում Եղվարդի տարածքում։ Այո։ Ես թղթերը հանձնել եմ ձեր գրասենյակ։ Ես պրոստը ձեզ խնդրում եմ։ Ում եք տվել գրասենյակ։ Գրասենյակում մի հատակա կա։ Իան եմ հանձնել։ Անունն ի՞նչ է։ Ոյ անունը մոռացել եմ։ Ձեր անունն ի՞նչ է։ Իմ անունը Արմենն է։ Դե թղթերը իրասա գրած է հեռախոսի։ Ուզում եմ հասկանամ ում մոտակ։ Չէ։ Բա։ Ձեր կենտրոնական գրասենյակ։ Այո։ Մանավազյան Նուրա, Տիկին Մանավազյան։ Տիկին Մանավազյան։ Հա, չպարիս դեք խտը, ո՞նց է խտը։ Մագնիսը վրեն, հա։ Մանավազյանը ուրա։ Երևանյան, 2 ամիս առաջ, պրոստը անդադ չեմ զանգել, չեմ թույլ տվել, ինձ տղամարդ է, հրաշով տղամարդ։ Երեխեք եկեք։ Միքայելը ստեղ, հա։ Միքայելը թող մոտենա։ Խաչատյան Միքայելը։ Նկարվենք, ուզում եք նկարվենք։ Լեոնարդ, բարև եղբայր։ Դուք երկուսով եք իրար հետ եք։ Տեսել։ Միքայել։ Արի տենանք մարդու թղթերը ինչ ես արել։ Էս չի կբնում հաստատ։ Ես ձեզ ավելին ասեմ, ես ձեզ շնորհակալ եմ։ Հեսա կմոտեն, հաջան։ Ով է նկարում։ Եղբայր, լսում եմ։ Պարոն Պետրոսյանը ձեզ շատ սիրում հարվում է։ Պարոն Պետրոսյանը հիշում եք որ եկավ ընդունեցիք որ վիրահատել է։ Որ վիրահատեցի։ Հա, Տիկին Մանավազյան, մեր ընկերը դիմում է հանձնել, ոնց որ Միքայել Նախաչատրյան ասել, հա, ինքը չէ։ Հա, ինչ։ Մի հատ վերջ մի հատ խնդիրն է նա որ մի հատ տեսնենք ինչ են կարել այդ դիմում։ Մի հատ ասեք կոորդինատները, հա։ Համեցեք, եղբայր, համեցեք։ Հա, թող գա։ Բարև։ Ես Դավիթն եմ, Երևանում ծնվել եմ, Երևանում մեծ ուրախ եմ, եղբայր։ Այստեղ էլ ապրում եմ մինչև այսօր։ Ուրախ։ Ձեզ մի հարց կարելի է։ 2018 թվականին ես էլ մասնակցել եմ հեղափոխությանը, պարոն վարչապետ, առաջին օրից մինչև վերջին օրը։ Ու հիմա հայտնվել եմ այնպես վիճակում, որ դատական process-ների մեջ եմ, հեսա մանրամասն եմ։ Կարճ ասեք, որտեղ։ Հա, չէ, այնպես հարցը շատ լուրջ հարց է, պատերազմի մասնակից եմ։ Լուրջ հարցի մեջ եմ, այսօր կարճ չեմ կարող ասեմ, էլի կներեք։ 2010-ից 12 թվականի ժամկետային զինծառայության մեջ եմ եղել, այն որ բանակի գերազանցիկ ու շատ լավ ծառայությունս վերջացրել եմ։ 2020 թվականին մոբիլիզացված ուժերով գնացել եմ 44-օրյա պատերազմին, որպես ականանետի հրամանատար, մինչև վերջին օրը մասնակցել եմ մարտական գործողություններին։
Անցած տարի ապրիլ ամսին գնացել եմ վարժական հավաքների, էլի որպես ականանետի հրամանատար։ Լավագույն արդյունք եմ ցույց տվել։ Ու գլխավոր շտաբի պետից դիպլոմ ունեմ, պաշտոնյա ունեմ։ Հիմա հայտնվել եմ այնպես դրության մեջ, նախանցած տարի ինձ հոկտեմբերի 1-ին կանչում են վարժական հավաքների, պոլիտիկայում այդ ամբողջ փաստերը հանում եմ, ինչը որ անհրաժեշտ է։ Կանաչում եմ պիտանի։ Էլ են կանչում վարժական։ Կներեք հեսա որ ասեմ Այդ երկրորդ անգամ են։ Դրանի այդ իմ գնալուց առաջ կանչել էին, հենց այդ է էլի թեման, այդ է հարցը։ Գնում եմ պոլիտիկա այդ ամբողջ ստաբանությունը պիտանի եմ համարվում, այնպես է ստացվում, որ չեմ կարողանում գնալ։ Բայց չեմ խուսափում, ես գնում եմ ասում եմ, որ մյուսին կգնամ։ Արդեն դատական process է բացված լինում, ու հիմա հասել է նրան, որ ամսի 15-ին իմ դատն է, 15 օր կներկայացնեմ այդ ավարտն է։ Չէ, բայց հասկանամ ես։ Այսինքն դրանից հետո դուք այնուամենայնիվ գնացել եք։ Այնուամենայնիվ գնացել եմ, ուղղակի ես ոնց հասկանում եմ, ձեր ընդունած օրենքի այնց է, որ իրանք չունեն, ասենք, տարբերակող մեխանիզմ, ասենք ես խուսափում եմ, թե գնում եմ։ Եթե դու գնա, ոչ, կներեք։ Ինձ ասում են բժշկի թուղթ բեր, եթե սա առաջ եմ բժշկի թուղթ որտեղ է ստանում։ Եղբայր, մի րոպե, դուք գնացել եք վարժական։ Գնացել եմ անցած տարի, անցած տարի մի հատ կանչել են, չեմ կարողացել գնալ։ Հիմա դուք, այսինքն գնալուց առաջ չգնալու համար եք։ Ապրեք։ Դե մենք օրենքը ընդունել ենք, որ եթե այդ պարագայում մարդը ի վերջո գնացել է, այդ գործը կարճվի։ Ինչի է ձեր գործը դատարան։ Իմ գործը կարճված չի, ամսի 15-ին ես այդ գումարը չեմ չվճարելու համար ինձ կալանք են նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափ։ Եղբայր, մի րոպե, շատ խառը պատմություն։ Խառը պատմություն չի ցավ։ Ես խառը ասեք, բարձաբան։ Ավելի լավ է մենք մի հատ կոորդինատ վերցնենք, ձեր քրեական գործին մի հատ ծանոթանանք, քրեական գործը ամսի 15-ին է։ Հա, եղբայր, հասնեք ես գնամ կալանքի։ Չէ, Կամ դրա արդարը ձեր ընդունած օրենքն է, դրա արդարը մի հատ ինձ կբացատրեք, sense բոլորն էլ լսեն արդարը մենք հատուկ ասենք, իմ ամեն ինչը տենց պետության բանակ հետ կապված նվիրել եմ, այսօր բանից բարձրանում է Նիկողոսյան։ Պարոն Նիկողոսյան, եթե դուք արդյունքում գնացել եք վարժական հավաքի, ձեզ վարժական հավաքի չգնալու համար չեն դատի։ Եթե ամսի 15-ին շատ լավ, հիմա եկեք իմ օգնականն է, կոորդինատ տվեք, նվիրեմ ձեզ։ Նվիրեք, 07 Նա ավարտեի, բայց հասկացա ժամանակ չունեք։ Ուրիշներ էլ պետք է։ Հա, շատ կարևոր հարց է, էլի, ձեր ընդունած օրենքն է։ Ոչ նախին կա, ոչ ներկա կա, ձեր Պարոն Նիկողոսյան, մենք հատուկ օրենք ընդունել ենք այնպես։ Օրենքը ընդունել եք, ուղղակի չեն կարողանում իրանք ասենք, նայ, քննիչն եք, ներողություն։ Եղբայր, մի րոպե, ասում եմ մենք օրենք ընդունել ենք, որ դուք արդյունքում եթե գնացել եք վարժական հավաքի, ձեզ վարժական հավաքի չգնալու համար չդատել։ Հիմա, եթե մի րոպե կներեք, սպասեք։ Եթե ուրիշ հանգամանքներ կա, որոնք պատճառ են դառել քրեական գործի, ես դա չգիտեմ։ Քրեական գործ ես ձեզ ասում եմ, վարժական հավաքներ չներկայանալու համար քրեական գործ, Պարոն Նիկողոսյան, ես ձեզ հասկացա, ասում եմ, ես չեմ կարող ձեզ այդ բանավոր քրեական գործի հատորները, որ դրած է դատախազատում հարգելիս դուք դատավարության մի կողմն եք, ես պետք է դատավարության մյուս կողմին էլ լսեմ, տենամ իրանք ինչ են ասում, որ եղբայր, պարոն Նիկողոսյան, չէ, մի րոպե, ասում եմ դուք մի կողմն եք, հասկացա, կա դա ուրիշ կողմ, որ ձեզ մեղադրանք է, հիմա ես ձեզ ասածը հասկացա, մի հատ էլ իրանց էլ կլսեմ, եթե ձեր ասածը եւ իր ասածը համապատասխանի, ուրեմն իմ դիրքորոշումն է նա, որ ձեզ չպետք է դատեմ, բայց կարող է իրանք ուրիշ փաստեր բերեն։ Իրանց ասածը հիմա ես ձեզ կներեք ներկայացնեմ ոնց գա։ Չէ, մի րոպե։ Դուք որ ժամուկես ասուլիս եք տալիս, ես ձեզ լսում եմ։ Կարող անջատեք դուք իմ ասուլիսը, բայց ես ասում եմ, մարդիկ սպասում են, կոորդինատը։ Եղբայր, մի րոպե, հանգիստ։ Կներեք, ես ձեր հեռախոսը։ Ուրեմն կոորդինատը տվեք, ես քրեական գործ չեմ պատրաստվում քննել, եղբայր։ Ես չեմ ասում քննել։ Ես ասում եմ ձեր ընդունած օրենքը նենց է, որ չեն կարողանում տարբերակեն խուսափողը։ Եղբայր, հիմա ձեր պահվածքով դուք ձեր ամբողջ պատմությունը դարձնում եք անվստահելի։ Ասում եմ ես ձեր գործերով, դատական գործերով կզբաղվեմ։ Ես չեմ կարա, փողոցում գալիս են մարդիկ մոտենում, ասում են ինձ դատել են ոչ մի բանի համար, տվել են 15 տարի, գնում են տեսնում ենք դիակ կա, սպանություն կա, թմրանյութ կա, կաշառք կա։ Տարբերում եմ ես հանցագործությունը։ Եղբայր, ասում եմ պետք է
իմանամ, պետք է իմանամ քնչական մարմինը ձեզ ինչի համար է մեղադրանք ներկայացրել։ Մեղադրանքա ներկայացրել, որ չեմ ներկայացել։ Այդ կարճ Շատ ասում լավ։ եմ։ Ուրեմն դատական գործ է, ես չեմ զբաղվում դատական գործերով։ Գնացեք Ձեր ընդունած օրենքով շատ է։ Հիշում ես համբարձումն եմ ես։ Համեցեք, Համբարձումն եմ խանութի մոտ որ են կարել։ համեցեք։ Էս ձեզ։ Դատել դու են մի հատ հա։ են մի թորի։ Համեցեք։ Մի րոպե։ Ոչինչ, մի հուզեք։ Տիկին Դավոյանից հատուկ այդ գործի համար կներկայացնենք։ Աստծո հարբած մարգարի։ Ես էլ կամ մի հատ Համեցեք։ շնորհակալ եմ շատ։ Հա, ուղղակի։ Բայց սելֆիով ավելի լավ չի։ Հա, մարի։ Մատկերից չեմ աղը։ Եկեք նայեք։ Մենք շնորհակալ ենք։ Միայն խնդրում ենք զգուշը։ Ես մենակ ետեք ես դուք փորձանք լինեք։ Մի հուզեք։ Կարևոր խաղացրես փառաբար։ Շնորհակալ։ Հա, ջույք։ Երբ պատերեք դար։ Մի հատ աղջկաս համար մի հատ էլ։ Մի հատ կարող եք իրար, դա։ Հաջան։ Բայց Թորոսյանը մոտեցավ դες։ Թորոսյանի հետ կապված չի։ Պարոն Փաշինյան, ցերեկային խնամքի կենտրոններ թող շատ լինեն, իրան փրկություն հանել են ընդդեղից տնօրենը։ Հիմա ես ասենք եթե Որտեղ է փրկությունը։ այն երրորդ մասը ինչա։ Դե մի հատ Թորոսյանը ուրա խնդրում եմ, էլ Հիմա մոտեցավ։ Մի հատ էլի բացեք, ինչ գիտես, ես քաղաքին մոտ։ Ծնողները կարողանեն տանեն։ Ըստ հնարավորության կբացենք, շատ լավ։ Փաշինյան մի հատ հարց կարելի է։ Շատ լավ։ Ես Ես շատ հարգում եմ, շատ սիրում եմ, ես ձեր կողքին եմ։ Ես երկրորդ կարգի հաշվանդամ եմ, 2 հատ ինֆարկտ եմ տարել, ունեմ բանկում արել, գումար, այս ժամանակ աշխատել եմ նեղորված համար եմ գցել։ Ուղղակի խնդրում եմ ձեզ, մի անգամ էլ գերավոր եմ դիմել ձեզ, էլ իստեղ եկել եք ընտրությունների ժամանակ։ Արի։ Մերժեցիք։ Բայց բանկի ձեր գումարը սովետի սովետի գումարի հետ եմ։ Կարող եք եթե օգնեք, ես առանց այդ թվերի 57 թվից ծնված Հիմա եթե կարողանաք այդքան բանն հիմա որ թվերն են ստանում 44 Էտա հիմա ընթացակարգը ես ձեզ անկեղծ ասեմ մենք դրա մասին մտածում ենք շատ մենք դրա մասին մտածում ենք մեր խնդիրը այնա ես ուզում եմ ուղիղ ես վերջերս պարոն Թորոսյանի հետ մի քանի անգամ այդ թեմայով խոսակցություն եմ ունեցել ասել եմ եկեք լուծումը գտնենք այդ խորհրդային խնայ բանկի ավանդները միանգամից տեսեք միանգամից տանք ավարտենք այդ թեման փակենք հիմա ես ձեզ ուզում եմ բացատրեմ ինչու է մեր խնդիրը որպեսզի մենք այդ խնդիրը լուծենք մենք պետք է իմանանք որ այդ հարցը լուծելու համար մենք պետք է պետական բյուջեում նախատեսենք այսքան գումար որովհետև բյուջեում փող պետք է լինի որ նախատեսենք հիմա խնդիրն է նա որ մենք չգիտենք մենք արխիվներում այդ ինֆորմացիան կոնսոլիդացված ոչ մի տեղ չկա որ մենք իմանանք այդ գումարը ինչքան գումար է պետք որովհետև եթե դրան պետք է 10 միլիարդ օրինակ կամ 5 միլիարդ մենք մի տարվա բյուջեում կնախատեսենք կվճարենք դուրս կգանք բայց մենք վախենում ենք որ պարզվի դրա համար պետք է 200 միլիարդ դրամ եւ մենք չենք կարողանա վճարենք այդ գումարը եւ պետությունը ճգնաժամի առաջ կկանգնի հիմա ես հանձնարարել եմ պարոն Թորոսյանին ասում եմ եկեք փորձենք հասկանանք գնահատենք թե ինչքան է որովհետեւ այս թեման ես համաձայն եմ արդեն 20 տարի ձգվում է սենց ամեն տարի եղածնել 200,000 դրամ է Ես շատ կուզենամ, որ պարզվի թիվը իման, պատկերացրեք ինչ եմ ասում, որովհետև այդ փաստաթղթերը մարդկանց մոտ է եւ նույնիսկ VTB բանկում եւ այլն, իրանց խնդրում ենք, ասում են կոնսոլիդացված տվյալ տվեք, որ մենք իմանանք այդ հարցի լուծման համար 10 միլիարդ է պետք, 10, 20, 30 իմանանք քանի տարվա մեջ կարանք նախատեսենք եւ լուծենք։ Շատ եմ ուզում ես անկեղծորեն վերջին ամիսներին առնվազն Թորոսյանի հետ մի քանի անգամ խոսել եմ։ Պրոբլեմն է նա, որ մենք
մութ սենյակ վախենում ենք մտնենք, որովհետև կարող է պարզվի պետության վրա ֆինանսական բեռը այնքան շատ է, որ երկիրը դեֆոլտի առաջ կա։ Չէ, չեմ կարող, անկեղծ եմ ասում։ Մի րոպե կարելի է։ Չեմ կարող, գիտեք, չեմ կարող։ Հա, արդեն ժամանակն է։ 5-ից 20 պատաս 10 Շատ լավ։ Երեխեք, ժողովուրդ արդեն պետք է գնան։ Բայց այդ հարցով հավատացեք, մենք մտածում ենք շատ լավ։ Կզբաղվեք ցավը տալու։ Լավ։ Հույս ունեմ, որ կզբաղվեք։ Անպայման, բայց անհատական չենք կարող լուծել, որովհետև ձեր նման շատ հարգելի չէ, ուրիշներն էլ կդիմեն իրանց ոնց մերժեն, կասեն բա այնտեղ ձեր ազգանունը ինչ է։ Կասեն Տիկին Սարգսյանի հարցը լուծեցիք, բա մեր հարցը խի չեք լուծում։ Աջան, երեխեք ջան, մի րոպե, քարտեզն է։ Լեոնարդ։ Էս ձեզ երեխեք։ Էս էլ ձեզ։ Երեխեք, հիմա արագ նկարվում ենք ու պետք է գնանք։ Հովանես, ավետ, նայեք։ Հիմա եկեք սենց, ով որ նկարվում է, չէ, ով որ նկարվում է այս կողմով ձախով դուրս է գալիս, ձախով։ Էս սենց, բարև եղբայրս։ Հա, ունեք դուք։ Թխվածք տվել ենք ձեզ։ Մի րոպե կոտրված ասա։ Թխվածք տվել ենք ձեզ։ Ահա։ Դե նկարվեցի։ Էսա։ Շատ լավ, սենց դուրս եկեք, երեխեք, սենց դուրս եկեք, մռութներ ջան։ Եկեք։ Քարտեզը վերցրինք, թխվածքը վերցրինք ու նկարվեցինք։ Նկարեք, դե արա, գովա նկարեք։ Դու էլ ես նկարվում։ Թխվածքը վերցրինք, քարտեզը վերցրինք։ Ունես եղբայր, շատ լավ։ Ահա, դե ով է նկարում, դե նկարեք։ Եղավ։ Դե սեն ձախով դուս եկեք, ձախով։ Հա ջան, էսը։ Մի հատ թխվածք, Լեոնարդ։ Ահա, ով է նկարում։ Արփի ջան, հա, էսա, մի վարկյա։ Դե գնա Արփի ջան։ Թխվածք։ Քարտեզ ունեք երեխեք։ Մերսի։ Թխվածք։ Քարտեզ։ Թխվածք։ Քարտեզ, թխվածք։ Վերցրու դե։ Ով է նկարում բա։ Դե նկարի։ Բա իրան ով է նկարում։ Գնացինք։ Նկարվում ես, այս վերցրու։ Ունես։ Եկեք հաջորդը, համեցիկ։ Շնորհակալ եմ։ Ունեք քարտեզ։ Էս էլ թխված ես։ Ով է նկարում։ Եկեք երեխեք։ Չէ, դե վերցրու։ Եկեք երեխեք, հաջորդով է։ Վերջ դատարկվեց, էլի կամ էլ։ Ովեք նկարենք, ում եք նկարենք։ Եկեք երեխեք։ Ունես քարտեզ։ Հա, ունեմ։ Թխվածք ունես։ Հա։ Ով է նկարում բա, ով է նկարում։ Արի համո։ Արի։ Կայնես քարտը չի ասում։ Էս վերցրու։
Ես էլ վերցրու, ով է նկարում։ Չէ։ Մի րոպե։ Եղա։ Եկեք, հերթով։ Լեոնարդ տուր։ Թխված չկա էլ։ Ոչ։ Եղբայր, վերցրու։ Նկար լավ է ստացվել։ Արի եղբայր։ Ունես քարտեզ։ Հաջորդ ով է։ Ունես քարտեզ։ Ունես։ Պարոն Փաշինյան, ձեզ մի րոպե կարել է, հա։ Էսա եղբայր։ Էլի կա, էլի համեց։ Ունեք քարտեզ։ Մի հատ մերսի շատ։ Հա, լավ։ Մերսի շատ լավ, շնորհակալ եմ։ Համեցեք։ Հա, եղբայր, կարելի է։ Էսա մի վարքյան։ Եկեք։ Շնորհակալություն եմ ասել, որ խաղոթում բերեցին ազդու։ Ես եմ շնորհակալ։ Այն վաղտը տղեկ ինձ առայություն եք ու մի թորնես եք։ Լավ է, հանգիստ է։ Այն վաղտը ամիսը մեկ հաջու շոր պոշի։ Հա, չեմ ասում մորոք բերում։ Հա, պետք է։ Հիմա հաստատ չեք Հիմա երկուսն էլ պոստերում են երկու թորս են։ Ասում եմ ինչա պետք կամ, ասում են այսենց ավրում են։ Հաստատ։ Շնորհակալ եմ։ Խաղ բարի ծառայություն լինի, բարի վերադարձ։ Ես եմ ձեր համար շնորհակալ եմ եղբայր։ Եկեք տղերք, եկեք։ Քարտեզ ունեք։ Ունեք քարտեզ։ Չէ։ Բա վերցրու։ Մի րոպե։ Ահա։ Շատ լավ։ Էլի։ Եղբայր, ինչ եք ասում։ Բարի։ Էս ուղենք, եկեք, լսում եմ ձեզ։ Պարոն Փաշինյան, 2021 թվականի, որ դուք ընտրվում եք, ես ծառայության մեջ էի ու մեծ հույսով ձեզ եմ ընտրել։ Այն նպատակները ու այն երազանքները ունենալով, որ ես պետքա ծառայությունից հետ գամ ու ինքնուրույն հասնեմ ինչ-որ բաների, որ ես նպատակներ դնեմ, հասնեմ իմ նպատակներին, ուզում եմ ձեզնից շատ շնորհակալություն հայտնեմ նրա համար, որ մեր երկրի կարգավիճակը հիմա այնպիսին է, որ մարդ եթե ունի ուղեղ սովորում է, ինքը կարա հասնի, ոչ թե ծանոթ, ոչ թե բարեկամ, այդ բաները սաղ կորել է։ Ձեզ դրա համար ուզում եմ։ Չի կորել, որովհետև մեկ մեկ գրում են, որ դեռ չի կորել, բայց մենք աշխատում ենք։ Ես ձեզ գրում, հասկանում եմ, որ կարակ չտենա կամ կարակ չպատասխանեք։ Ձեր անունազգանունն է։ Աբգար Աբրահամյան։ Հա։ Մի քանի օր առաջ էլ եկել, բայց մենակ շնորհակալություն եմ գրում։ Հիմա 1400 հատ նամակ ունեմ, որին չեմ ասնում։ Հիմա որ մենք ստեղ խոսում ենք, նամակները ավելանում են։ Այն ժամանակ գոնե օրը մի 25-30 էր ելնում, հիմա մեծ էլի ձեզ եմ ընտրելու, պարոն Փաշինյան։ Այն նպատակով, այն հույսերով, որ ես կապրեմ արժավայել, հայրենասեր, հայրենիք, ունեցած աշխատանքով ու կրթությամբ, Շատ հաճելի էր ձեր հանդիպումը։ Եղավ։ Արամ նկարվենք։ Իհարկե։ Հեռախոս ունեք։ Բայց հեռախոս ունեք։ Հեռախոս չէ, բայց մենք չնկարում, մեզ նկարեն։ Ուրա մեր լուսանկարիչը ուրա։ Ձերդ է նկարում, երկուսիդ է նկարում։ Եկեք, պարոն Սիմոնյան։ Պարոն Դավիթ, խնդրում ենք, պարոն Մկրտչյան, նկարեք, ուղիղ եթերից սկրինշոտ կանենք։ Ժողովրդյան, մենք արդեն պետք է գնանք։ Հաջան։ Հա, բավոնց։ Եկեք, այո, եկեք արագ քարտեզներ, քարտեզ, իհարկե, եկեք արագ, սպասեք, ուրախ եմ, արագ, չէ, հեռախոսը պատրաստ եք, եկեք, հեռախոսը ումը պատրաստ բացած է նկարվում ենք, ումը պատրաստ բացած է, հիմա, արի եղբայր, արի, ասեք, լսում եմ, բայց չնկարեցիք, բարև ձեզ, շնորհակալ եմ, քարտեզ ձեզ,
Շնորհակալություն հայտնեմ ձեզ անից 65 պլյուսից օգտվել ենք, վիրահատվել ենք, շատ Առողջ հուսով ենք, որ հուլիսի 8-ին մենք արթնանալու ենք մի ուրիշ Հայաստանում։ Այսօր էլ ենք մի ուրիշ Հայաստանում։ Բայց այն ժամանակ կա մի ուրիշ Հայաստան։ Այն ժամանակ համաձայն եմ, որ պատմական նոր շրջափուլ է բացվելու։ Իսկ գոհ եք վիրահատություն նորմալ անցավ։ Անչափ շնորհակալ ենք։ Ուրախ եմ շատ։ Աստված տայել կարիքը չունենաք, բայց իմացեք, եթե հանկարծ առողջական խնդիր ունեք, ձեր պետություն ձեր կողքին կանգնած։ Մենք ենք ամոթրած ենք համեցեք։ Ուրա բա հեռախոս բան։ Էջ, հա, պատրաստի պահ։ Ջորջան, բայց արդեն պետք է գնանք, էլի։ Բարև եղբայր։ Լավ, ես մի երկու բար կարամ։ Եղբայր արդեն գնում եք, կներես։ Բարերար բլոգեր Տարոն Սարգսյան կարող։ Ուրախ եմ, պարոն Սարգսյան։ Ես ուղղակի ուզում եմ մի երկու բան խոսամ մեր Հայաստանի բնակչության մասին։ Եղբայր, բայց մենք գնում ենք կներես։ Բայց կարևոր է։ 2 րոպե։ Ուղղակի լավ, մի րոպե։ Գիշերներ ես դուրս եմ գալի մարդկանց օգնելու համար։ Գիշերները։ Այո, հիմնական գիշերները։ Որովհետև թափառական Հա, մարդիկ հասկացա։ Այս սրտին բորձուների վրա պարկած քնած։ Որտեղ, որ համայնքում, Երևանում, բոլոր համայնքներում։ Ահա, շատ կան այդ։ Շատ կան, հա։ Ինչքան։ Օրինակ 20-30 հոգի, եթե իմ Որտեղ։ Երևանում։ Հա։ Եթե դուք մարդ ուղարկեք գիշերները նայեն, դուք էլ կտեսնեք, որ լիքը, ուղղակի կացարաններ այդ մարդկանց համար, այդ մարդկանց ասում ես տուն չունես, տեղ չունես, մնալ տեղ չունես, ասում ես գնա ծերանոց, ասում ես տեղ չկա, որ գնամ ծերանոց ես։ Շատ լավ, մենք այդ հարցը Եթե հնարավոր է, պարոն Փաշին։ Այո, շնորհակալ ենք ձեր գործունեության համար եւ պատրաստ ենք նաեւ ես համոզված եմ պարոն Թորոսյանը, որ մոտակայքում լինի, ինքը կասի, թե մենք ինչ պլաններ ունենք այդ։ Եթե ուզում եք ձեր աշխորհ տենաք, ես TikTok-ային, Facebook-ային մեջ ունեմ, Տարոն Սարգսյան, կարող փոխանցեք ձեր աշխատողներին։ Շատ լավ, անպայման կնենք։ Ձեզ բարի աշխատանք եմ։ Ուրախ կլինենք համագործակցել նաեւ, որովհետեւ շատ կարեւոր հարց է դա։ Համեցեք։ Ժողովուրդ արդեն պետքա գնանք, սպաս։ Մեր խնդրեմ, դե։ Համեցեք։ Արա գելի եղբայր։ Հարավի գումարներից եմ ուզում ունենամ կոնկրետ աշխատել եմ։ Որ ընկերությունում եղբայր։ Բետոնիկայում։ Բետոնիկա։ Այդ տեսչական մարմինը պետք է նայի։ Բետոնիկա ընկերություն, բետոնիկա ճիշտ եմ ասում։ Խնդրում եմ տեսչական մարմին աշխատանքի եւ առողջապահության տեսչական մարմինը դրան ազգանել։ Առաքելյան Հովանես։ Առաքելյան Հովանեսը հարց է բարձրացնում։ Խնդրում եմ մի հատ զբաղվեք, ով որ նայում է տեսչական մարմնին։ Ինչքան շուտ մոնի։ Իդես որ Այսինքն տարվա պատմություն է։ 2018 թվականից։ Բայց կարող հիմքերը կան պահպանվել են։ Բոլորս Բարև ձեզ։ I'm foreign at this country. I mean, this Yeah. I have the 1 liter there. What? For you. This Okay. is for my liter. Okay, thank you. Խնդրեմ, ասեք։ Ժողովուրդ արդեն պետք է գնամ իսկապես։ Եթե կհիշեք, մի երկու շաբաթ առաջ Մալասե Սեբաստիան եկաք դատանի վճռի մասով չկատարման ձեզ դիմեցի, ձեր օգնականին ասեցիք, փաստացիք 25 օր անցել է, արձագանք չկա։ Տարբեր նամակներին ընթացք ենք տալիս։ Հա, բայց վճռը մի տարիա չի կատարվում, է պարտադիր կատարվող վճիռը չի Այն որ Տիկին Գալյանին էլ դիմեցի, այդ Ես մտածում եմ, մի քիչ կարող եմ հարցը հանդուգն թվա, բայց այդ կազմակերպությունը որ կառավարության աջակից կազմակերպությունա մարդասիրական առումով որ կարող է իմունիտետ ունի չկատարելու հայկական ազգային կանոնի խաչի ընկերությունը թե չէ մարդասիրական ընկերությունը այդտեղ այդ որ այդ ընկերության հետ շուրջ վեճ կա այդ պատմության հետ կապ ունի ինձ պրոստը դատա որը վճռատվը հետ վերականգնվել նախին պաշտոնի մի տարի չի կատարվում իսկ ինչ պաշտոն է ռեսուրսների մոբիլիզացման պատասխանատուն է շատ լավ բայց ընթացք տալիս են ես կոմիտեի ժամանակ ձեր աշխատակազմում էի աշխատում համակարգում էի Կարմիր խաչին իրական շատ լավ կնայենք դիմումների շրջանառությունը ապահովում եղբայր սպասեք արձագանք Ժորժան արդեն պետք է գնանք կներեք ահա Շնորհակալ ենք շատ Ժորժան շնորհակալ Ես էլ ձեզ շատ Բարև ձեզ Շնորհակալ ենք շատ հաջողություն շնորհակալ ենք շատ հաջողություն Մյուսներին է հաջող կանեք շնորհակալ ենք Այսօր տենց այս Սեն ջերմ հանդիպումների շարք ունեցանք շնորհակալ ենք նաև մեր սիրելի եղվարցիներին սիրում ենք բոլորիդ